Ծառայությունների փաթեթը արժե 29800 դրամ, սա ֆիքսված թիվ է, եւ 29600 դրամ, եւ սա ֆիքսված թիվ է օրենքով։ Հետեւաբար քաղաքացու կողմից եթե վերանանք այն կատեգորիաներից եւ պետության կողմից տրվող փոխհատուցումներից ամսական քաղաքացին պետք է վճարի 10800 դրամ, այսինքն այս պարագայում ինքը կստանա այն ծառայությունները, որոնք նախատեսված են ցանկով, դրանք 1000-ից ավել ծառայություններ են, Եթե քաղաքացիները ուզում են տեղեկացված լինել, թե ինչ տեսակ ծառայություններից կարող են օգտվել, ամբողջ ինֆորմացիան բաց է, դրված է Առողջապահության նախարարության ինտերնետային կայքում, կարող են մտնել, ծանոթանալ եւ ժամանակ եթերը չլսենք ուղղակի թվարկելով։ Պիտի ասել, որ հիմնական այն հիվանդություններն են, որոնք բնորոշ են եւ կյանք փրկող են, բնորոշ ասելով նկատի ունեմ, որոնք են ամենատարածվածը՝ սիրտանոթային հիվանդություններ, օնկոհիվանդություններ եւ այլն, այդ թվում նաեւ ոչ միայն բժշկական ծառայություններ, նաեւ պիտի ասել դեղորայքային սպասարկումն է մեջ է մտնում, քաղաքացիները կարող են ցանկին ծանոթանալ նախարարության կայքից։ Ավելին ասեմ, երբեմն տեղեկատվության խեղաթյուրում է տեղի ունենում, երբ որ քաղաքացին ուղիղ աղբյուրից չի վերցնում տեղեկատվությունը, կամ փորձում են լսելով վերարտադրել, թե ինչ լսեցին, ինչ իմացան, խորհուրդ կտամ ուղղակի հետևել պաշտոնական հաղորդագրությանը։